Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք ակադեմիկոս թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանին։ Բարև ձեզ, պարոն Սաֆրասյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Պարոն Սաֆրասյան, երեք հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին, որը մեր հաղորդման տեսաձայնագրման պահի դրությամբ դեռևս չի հրապարակվել ոչ հայկական, ոչ թուրքական մամուլում։ Այնուամենայնիվ ինչպես է գնահատում այս փաստը եւ սրանից կարող ենք եզրակացնել, որ հայ-թուրքական հարաբերություններում որոշակի դրական տեղաշարժեր են կատարվում։ Գիտեք, եթե մենք գնահատում ենք հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի առանձնահատկությունները, ապա իմ կարծիքով դրանք հետևյալն են. ի տարբերություն նախորդ փուլերից, սա փաստորեն 4-րդ փուլն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք տեսնում ենք թուրքական կողմից հռետորաբանության փոփոխություն։ Թուրքիան հանդես է գալիս կարծես թե ավելի կառուցողական դիրքերից հռետորաբանության մակարդակով, միաժամանակ պահպանելով նախապայմաններից իրենց կարծիքով կարևորը, որ կապում են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ։ Իսկ եթե իրական գործընթացը դիտարկենք, ապա տեղաշարժ տեղի չի ունեցել։ Իսկ հարցազրույցի փաստը ինչի մասին է վկայում ձեր դիտարկմամբ։ Ես դա չեմ դիտարկում որպես արտառոց երևույթ։ Հայաստանի բոլոր նախագահներն էլ, բոլոր ղեկավարներն էլ հարցազրույցներ են տվել թուրքական ԶԼՄ-ներին, այնպես որ Թուրքիայից եկել են տարբեր խմբեր լրագրողների, հայտնի լրագրողներ են եկել, օրինակ ես հիշում եմ Մեհմեդ Ալի Բիրանտը, որ կար հայտնի թուրք լրագրող, իր սեփական ինքնաթիռով եկավ Հայաստան, այնպես որ նորմալ է նորմալ է։ Նշեցիք, որ նախորդ ղեկավարներն են հարցազրույցներ տվել թուրքական լրատվամիջոցներին, ես հիշեցի, որ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ Սերժ Սարգսյանը եւս հարցազրույցեր տվել, բայց եթե չեմ սխալվում, Թուրքիայի ղեկավարները այսպիսի ձևաչափով հայ լրագրողներին երբևէ հարցազրույց չեն տվել։ Ինչով եք սա բացատրում եւ հնարավոր համարում եք, որ օրերից մի օր օրինակ Էրդողանը հայ լրագրողներին այսպիսի մի հարցազրույց տա։ Դժվարանում եմ ասեմ, կտա թե չէ, որտեվ Էրդողանը ինքը իր առանձնահատկություններ ունի որպես ղեկավար։ Ես ուղղակի փորձում եմ վերհիշել կամ հիշել ավելի շուտ, արդյոք Էրդողանը օտարերկրյա թղթակիցներին այսպես հրավիրել է իր պալատ մեծ խմբով եւ հարցազրույց է տվել, կարծես չեմ հիշում նման դեպք։ Գուցե դա իր դուրը չի գալիս։ Չեմ խոսափում միջազգային լրատվամիջոցների հետ շփումներից Էրդողանը։ Գուցե դե չեմ կարող ասել։ Խոսեցիք Թուրքիայի, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի հռետորաբանության փոփոխությունից, օրերս Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան անհամբերությամբ սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ինչպես կգնահատեք այս հայտարարությունը եւ կարող ենք փաստել, որ այս պահին հայ-թուրքական հարաբերությունների ճանապարհին միակ խոչընդոտը այսպես հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերություններն են մնացել։ Փորձեմ, այսպես ասած, շերտ առ շերտ պատասխանեմ ձեր հարցին։ Ինչու է նման հայտարարություն անում Էրդողանը, որում առաջին անգամ չի դա անում։ Եվ որն է պատճառը, որ հռետորաբանությունը փոխվել է թուրքական կողմի, ավելի կառուցողական է դարել, այսպես եթե առաջին հայացքից նայում ես։ Իմ կարծիքով բանը նրանումն է, որ Թուրքիայի համար առաջինը Հարավային Կովկասը չունի այն նշանակությունը, ինչ որ ուներ սրանից մի քանի տարի առաջ։ Ներկայումս թուրքական դիվանագիտությունը լուծում է այլ խնդիրներ, որոնք շատ ավելի կարևոր են Թուրքիայի տեսակետից։ Մասնավորապես Սիրիայում մենք տեսնում ենք Թուրքիայի ներգրավվածությունը։ Շեշտակի աճ ազդեցության շեշտակի աճը։ Դա մեկ, երկրորդը մենք կանխատեսում ենք, որ Մերձավոր Արևելքում Թուրքիայի համար հնարավորություններ են ստեղծվել իր ազդեցությունը ուժեղացնելու, դառնալու Մերձավոր Արևելքում ուժի կենտրոններից կարևորագույն ուժի կենտրոններից մեկը։ Բացի դրանից Թուրքիան այս վերջի տարիներին Էրդողանի կառավարման այնպիսի քաղաքականություն է անցկացնում ռազմավարական մակարդակով, որ նպատակ ունի Թուրքիան դարձնելու մեր մոլորակի, մեր աշխարհի կարևոր ուժի կենտրոններից մեկը եւ այլն, այսինքն առաջնահերթությունները հիմա այլ են Թուրքիայի։ Հարավային Կովկասը ոչ այնքան դրանց շատ ոչ այնքան է, դա մեկ։
Երկրորդը, երբ թուրքական կենտրոնները կամ մտավորականները կամ դիվանագետները, ղեկավարները գնահատում են Թուրքիայի դիրքը մեր տարածաշրջանում հարավային Կովկասում, ես կարծում եմ նրանք հետևյալ փաստն են արձանագրում, որ 20 թվականի 44 օրվա պատերազմից հետո, ինչպես նաև Արցախի հայաթափումից հետո Թուրքիայի դրությունը դիրքը մեր տարածաշրջանում ուժեղացել է, Ռուսաստանինը թուլացել է։ Եվ սա կարծում եմ, որ այն փուլն է, որը Թուրքիայի ներկայիս դիվանագիտության ղեկավարների համար համարվում է դրական։ Այսինքն նրանք իհարկե պահպանում են իրենց ռազմավարական կարևորագույն նպատակներից մեկը հարավային Կովկասը դարձնել իրենց ազդեցության ոլորտ, այստեղից դուրս մղել Ռուսաստանին։ Բայց քանի որ հիմա ունեն այլ խնդիրներ եւ հիմա հարավային Կովկասն էլ առաջնահերթություն չի, իրենց համար այս նոր իրադրությունը, նոր ստատուս քվոն, որ ստեղծվել է այդ իրադարձություններից հետո, որ ես նշեցի, որը բարենպաստ է իրենց համար սա ընդունելի է։ Առնվազն այս պահին բավարարվում են ձեռքբերածով։ Այո։ Սա երկրորդ եզրակացությունը եւ երրորդը բխում է իմ ասածից, որ ես չեմ կարծում, որ ներկա փուլում Թուրքիան շահագրգռված է, որ մեր տարածաշրջանում տեղի ունենան կտրուկ փոփոխություններ, որ Ադրբեջանը սկսի լայնածավալ ռազմական գործողություններ Հայաստանի դեմ եւ այլն։ Սա երրորդ եզրակացությունը եւ չորրորդը փաստորեն Թուրքիան ուզում է այս նոր իրավիճակը, որ հիմա ստեղծվել է, նոր ստատուս կվոն, որ ստեղծվել է հարավային Կովկասում, այսպես վավերացնել փաստաթղթի ձևով։ Եվ դա պետք է լինի, որքան որ ես հասկանում եմ թուրքական դիվանագիտության, այսպես ստրատեգների ընկալմամբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, որը պետք է ֆիքսի այս նոր ստատուս կվոն։ Դրա համար իրենք շահագրգռված են, որ դա հնարավորինս արագ ստորագրվի եւ իրենք ստանան այն, ինչ որ այս պահին ուզում են։ Լեգիտիմացնեն արտադրիչակը։ Այո, միանգամայն, այո։ Պարոն Սաֆրասյան, վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը տեղեկատվական դաշտում Հայաստանի դեմ արշավ է սկսել եւ կարծիքներ են հնչում, որ որոշակի դերակատարներ Ադրբեջանին դրդում են էսկալացիայի եւ վերջինս հենց Թուրքիան է փորձում զսպել, նաեւ հաշվի առնելով ձեր հիշատակած հանգամանքները տարածաշրջանային իրողությունների համատեքստում։ Վերջին փաստարկը որքանով է ձեր համար համոզիչ։ Թուրքիան իսկապես կարող է եւ փորձում է զսպել Ադրբեջանին, թե սա պարզապես հերթական անգամ ցանկալին մատուցվում է որպես իրականություն։ Ես դա չէի այդպես ձևակերպի, որ Թուրքիան զսպում է Ադրբեջանին։ Իմ կարծիքով իրողությունը մի քիչ այլ է։ Ադրբեջանը այլ նպատակներ է առջև դնում, որոնք ես բնութագրում եմ որպես մարտավարական։ Եթե Թուրքիան ռազմավարական տեսակետ ունի մեր տարածաշրջանում, երկարաժամկետ քաղաքականություն է այստեղ իրականացում, Ադրբեջանը ոչ։ Ադրբեջանը մարտավարական խնդիրներ է առջև դնում, որոնց էությունը հետևյալն է. հնարավորինս շատ զիջումներ պոկել Հայաստանից։ Եվ Ադրբեջանը շահագրգռված չի ըստ էության խաղաղության պայմանագրով։ Սա է իրողությունը։ Տարբերություն կա տեսադաշտերի ռազմավարական եւ մարտավարական։ Թուրքականը ռազմավարական, Ադրբեջանը մարտավարական։ Եվ Թուրքիան ըստ էության չեմ կարծում, որ զսպում է Ադրբեջանին, բայց քանի որ Թուրքիային պետք չի, անհրաժեշտություն չի տեսնում ինքը այստեղ իրադրությունը սրելու մեջ, քանի որ հիմա իր համար բարենպաստ է, նա հավանական է Ադրբեջանին հասկացնում է, որ չի աջակցի Ադրբեջանի ռազմական լայնածավալ ռազմական գործողություններին Հայաստանի դեմ։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը չի գնա իմ կարծիքով էսկալացիայի։ Այսինքն ոչ թե կարող է այսպես զսպողի դեր է կատարում, բայց ոչ թե զսպում է, այլ հասկացնում է, այստեղ պետք է նրբությունները թուրքական փափուկ ուժի կիրառմանն ականատես լինի։ Այո, պետք է այդ նրբություններին մենք այսպես ծանոթ լինենք։ Եթե այսպես չորով, ինչպես ասում են, վերցնենք, այո, Թուրքիան եթե շատ ուզի, կարող է Ադրբեջանի քաղաքականության վրա այնպիսի ճնշում գործադրի, որ Ադրբեջանը անի այն, ինչ որ Թուրքիան է ուզում, եթե շատ ուզի։
Ադրբեջանի մասով ինչ եք կարծում, Ադրբեջանը մինչև երբ խաղաղության պայմանագրի ստորագրումը կձգձգի եւ ինչը Ալիևին կպարտադրի ի վերջո ստորագրել այդ փաստաթուղթը։ Շատ կարևոր եւ հետաքրքիր հարց եք տալիս։ Ինչը կպարտադրի եւ ինչքան կձգի ինքը կձգձգի։ Գիտեք, ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ալիևը ունի որոշակի նպատակ, որին հասնելու համար ինքը ձգձգում է այս։ Նպատակը փոկելն է Հայաստանից առավելագույնը։ Եվ դրա համար շատ դժվար է կանխատեսել, թե ինքը ինչքան կկարողանա այս ձգձգել։ Եթե էլի մի քանի աստիճան բարձրանանք, ավելի վերևից նայենք իրադրությունը, ես կարծում եմ, որ այս նոր աշխարհակարգը, որ հիմա ստեղծվում է մեր աչքերի առջև, բնութագրվելու է ռուս-ամերիկյան բավական համաձայնությունների գոտիների առաջացումով։ Համաձայնությունների գոտիներ, այսինքն աշխարհի վերաբաժանում եւ տարածաշրջաններին որոշակի ազդեցության ոլորտների մեջ դիտարկելու այսպես մոտեցում է ի հայտ գալու։ Եվ այս առումով Հարավային Կովկասը ես կարծում եմ, սա ուղղակի կարծիք է, որը ես չեմ կարող հիմնավորեմ։ Կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կհամաձայնվեն, որ մնա Ռուսաստանի ազդեցության ոլորտում, ինչպես հիմա է։ Իհարկե թուլացած, մենք դրա մասին արդեն խոսել ենք։ Այո, բայց մնա Ռուսաստանի ազդեցության ոլորտում։ Ինչու եմ ես այդպես կարծում, որովհետև Հարավային Կովկասը ըստ ամենայնի ներկայիս ամերիկյան քաղաքականության մեջ չունի կարևոր նշանակություն, շատ կարևոր նշանակություն չունի, եւ նա ռեսուրսներ չի ուզենա այստեղ ծախսել իրադրությունը փոխելու համար, իսկ դա նաեւ կբերի իր հարաբերությունների սրացման Ռուսաստանի հետ, որից Թրամփը լինելով շատ պրագմատիկ գործիչ խուսափում է, որտեղ Ռուսաստանը միակ պետությունն է, որ կարող է ոչնչացնել Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հասկանում եք, ամերիկացիներին այս իրադրությունը ձեռ է տալիս Հարավային Կովկասում եւ նրանք կգնան կոնսերվացման ճանապարհով։ Չեն ուզենա, որ այստեղ կտրուկ փոփոխություններ լինեն։ Ռուսաստանը նույնպես Հարավային Կովկասում չեմ կարծում, որ զբաղված լինելով Ուկրաինայով, Ամերիկայի հետ հարաբերություններով եւ այլն, այստեղ գնա կտրուկ փոփոխությունների քաղաքականությամբ։ Այնպես որ ես կարծում եմ, որ իրադրությունը մեր տարածաշրջանում Հարավային Կովկասում մոտակա տարիներին, սա մոտակա տարիների մասին է խոսքը։ Այս ձևի կփորձեն կոնսերվացնել երկու կարևոր ուժի կենտրոնները, առաջացող ձևավորվող նոր աշխարհակարգի Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը։ Եվ քանի որ Թուրքիան էլ ուրիշ առաջնահերթություններ ունի, նա էլ չի ցկտի, այնպես որ իրադրությունը մեր տարածաշրջանում իմ ընկալմամբ տեսանելի ապագայում կպահպանվի իմ ընկալումներն են, սա այսպես լուրջ վերլուծություն չի, որտեղ փաստեր մենք քիչ ունենք, դեռ վաղ է դրա մասին խոսել որպես լուրջ վերլուծության, բայց տպավորությունն իմ այդ է։ Պարոն Սաֆրասյան, մենք նաև բազմիցս խոսել ենք ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող լարվածության միտումների մասին։ Այս առումով, եթե Ուկրաինայում պատերազմը դադարեցվի եւ կողմերին հաջողվի պայմանավորվածության գալ, դա ինչ ազդեցություն կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ Գիտենք, թուրքական կողմը այսպես երկու կողմի հետ էլ բարվոք հարաբերություններ էր պահպանում, բայց որոշակի շրջանից սկսեց արդեն Ուկրաինային անթափույց կերպով աջակցել։ Ռուս-թուրքական հարաբերությունը դա այլ պատմություն է, որը շատ կարևոր է մեր տարածաշրջանի համար, ինչպես օրինակ շատ զարգացումներ հենց դրանք են պայմանավորում։ Այո, եւ պատմական փորձն է ցույց տալիս դա։ Ես կարծում եմ, որ երկու երկրներն էլ կփորձեն հարաբերությունների որոշակի մակարդակը, որը բավական բարձր է, եթե համեմատենք օրինակ Սառը պատերազմի տարիների հետ, կփորձեն պահպանել դա։ Չնայած երկուսը ունեն այնպիսի շահեր, որոնք շատ դեպքերում իրար հակասում են, էլ չեմ ասում պատմական թշնամությունը, որ երկուսի միջև եղել է։ Եվ կարծում եմ, որ այսպես մի քիչ ավելի հարաբերությունները սերտ, հետո կսառեն, հետո ավելի կսերտանան, կպահպանեն այս մոտակա տարիներին։ Էլի չեմ կարող ասել ինչ կլինի ավելի մի քիչ
հեռավոր ապագայում։ Օրինակ կարծիքներ կան, որ սրանք ոչ թե հենց ռուս-թուրքական, այլ Պուտին-Էրդողան անձնական հարաբերություններ են, եւ եթե այս գործիչները փոխվեն, արդեն լուրջ զարգացումներ կարող են լինել։ Չեմ կարող ասեմ ինչ կլինի, բայց ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ երկու գործիչները իրար լավ հասկանում են եւ դա մեծ ազդեցություն ունի ներկայիս փուլի վրա ռուս-թուրքական հարաբերությունների, թե ինչ կլինի հետագայում, արդեն չենք կարող ասել։ Պարոն Սաֆրասյան, անդրադառնանք նաև Սիրիայում ծավալվող զարգացումներին, օրերս երեք հայտնի դարձավ, որ Սիրիայի նոր իշխանությունների եւ քրդական ուժերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որը նաև ամերիկյան կողմը ողջունեց։ Ինչպես է գնահատում այս համաձայնագիրը եւ ինչը դրդեց քրդերին համաձայնության գնալ։ Կարող ենք սա պայմանավորել Օջալանի հայտնի կոչի հետ, որով նա քրդերին կոչ արեց դադարեցնել պայքարը Թուրքիայի դեմ։ Տեսեք, երբ Օջալանը հանդես եկավ նման հայտարարությամբ, Սիրիայի քրդական ուժերը հայտարարեցին, որ դա իրենց չի վերաբերում եւ իրենք շարունակելու են պայքարը, բայց այս ինչ որ ստորագրվեց, դրանից մի քանի օր առաջ տեղի ունեցավ հանդիպում Սիրիայի քրդերի ղեկավարի եւ ամերիկյան բարձրաստիճան գեներալի միջև, որից հետո ստորագրվեց այս փաստաթուղթը, այսինքն ակնհայտ է, որ ամերիկացիները այստեղ հայտարարել են քրդերին, որ այլևս իրենց չեն աջակցում եւ պետք է նրանք գնան համաձայնության Սիրիայի իշխանությունների հետ։ Փորձենք հասկանալ ինչու է դա տեղի ունեցել։ Ես կարծում եմ, որ ամերիկացիները ներկայիս վարչակազմի ղեկավարության պայմաններում մերձավոր արևելքից որոշ չափով իրենց ռեսուրսները դուրս կբերեն։ Տեղը զիջելով Թուրքիային եւ նրանք շահագրգռված են, որ Թուրքիան դգրավի այդ տեղը։ Իհարկե Թուրքիան էլ նույնպես մեծ ուրախությամբ դեմ չի լինի, մեղմ ասած։ Դա փորձում է իրականացնել։ Եվ այս առումով, որ Թուրքիան ստանձնի նոր դերակատարում մերձավոր արևելքում օգտագործելով Սիրիայի հանգամանքը, շատ կարևոր է քրդական գործոնը, որ կարողանա Թուրքիան քրդական գործոնը պահել կառավարելի վիճակում։ Եվ ամերիկացիները դա հաշվի են առել եւ փորձում են քրդերի եւ թուրքերի միջև, այսպես ասած, որոշակի համաձայնություն ստեղծել։ Տեսնենք ինչպես կընթանա այդ ամենը, մանավանդ որ 1 տարի պետք է գործընթացը Իսկ ինչ է հակված կյանքի կոչվեն պայմանավորվածությունները։ Նույնպես շատ բարդ հարց եք տալիս։ Հիմա ստորագրվել է, մենք կարող ենք այդ փաստը արձանագրել, կարող ենք տեքստին ծանոթանալ, կարող ենք ենթադրություններ անենք, որ ամերիկացիները դրա հետևում կանգնած են, բայց ինչ ընթացք ունենա դեռ շատ վաղ է կանխատեսել, որովհետև ամեն պահի կարող է լարվածություն մակարդակը շատ բարձրանա եւ տեղի ունենան ուղղակի արդեն բախումներ սիրիական ուժերի, կառավարական ուժերի եւ քրդերի միջեւ եւ կարող է թուրքական կանոնավոր բանակը Պայթյունավետան իրավիճակը պահպանվում է, իհարկե, բարդ վիճակ է, բարդ է։ Տեսնենք ինչպես կընթանա գործընթացը։ Պարոն Սաֆրասյան, Օջալանի կոչից հետո նաև թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Էրդողանին հաջողվեց լուծել քրդական խնդիրը, առնվազն Թուրքիայի սահմանների ներսում, որքանով եք համաձայն այս գնահատականի հետ, թե այս մասին խոսելն էլ դեռևս վաղ եք համարում։ Դե գիտեք, այսպես թուրքական մամուլի առանձնապես, այսպես եթե ընդհանուր են գնահատում, որպես լուրջ վերլուծական ինչ որ աշխատանք տանող կենտրոնների չեմ կարող ես դա բնդել, չէ, պարզ է, որ թուրքական մամուլը գիտեք 80-90% գտնվում է Էրդողանի հսկողության տակ։ Այնպես որ դա հատուկ է արվում, իմ կարծիքով, ինչն էր դրդապատճառը, որ հոկտեմբեր ամսին Դևլետ Բահչելին, այսինքն պանթյուրքիստական կուսակցության կոալիցիոն գործընկեր կուսակցության ղեկավարը Գորշ Գայլերի քաղաքական առաջնորդը հիմք դրեց այս գործընթացին ըստ էության։ Ես կարծում եմ հետեւյալը, որ Էրդողանը արդեն դրա մասին խոսակցություններ կան, կփորձի իր կառավարման տարիները ավելի երկարաձգել։ Իսկ դա նա կարող է անել, եթե ինքը գնա արտահերթ ընտրությունների։ Այսինքն ինքը փաստորեն սկսում է արդեն նախապատրաստվել այդ ընտրություններին եւ այդ առումով քրդերի ձայները իր համար կարեւոր են։ Մանավանդ հաշվի առնելով, որ երկրում սոցիալական առումով բավական մեծ դժգոհություն կա։
իր քաղաքականությունից։ Դրա համար ինքը գնաց այս քայլին, որ կարողանա քրդերի, էլի ինչպես ասեցի, քրդական գործոնը կառավարելի հնարավորինս պահպանել, կառավարելի վիճակում պահպանել։ Դա է իմ կարծիքով նաև ներքին քաղաքական դրդապատճառը, որ այս գործընթացը սկսեց։ Սա առաջինը չի։ Դեռևս 10 տարի առաջ մի քիչ ավելի շատ նման գործընթաց սկսվել էր, բայց անհաջողությամբ վերջիվերջո պսակվեց ՊԿԿ-ն, այսինքն Քրդստանի բանվորական կուսակցությունը վերսկսեց իր զինված պայքարը։ Հիմա սա նոր փորձ է։ Տեսնենք։ Իսկ կարծում եք Թուրքիայի քրդական բնակչությունը եւ քրդական քաղաքական ուժերը ընտրություններում կաջակցեն Էրդողանին։ Չեմ կարծում, որ այսպես ուղիղ աջակցեն, բայց շատ կարևոր է, որ մանավանդ արևելյան շրջաններում Թուրքիայի այնտեղի քրդական գործիչները, որոնք անպայման չէ, որ կապված լինեն ՊԿԿ-ի հետ, աջակցեն Թուրքիա Էրդողանին, որտեղ գիտեք այնտեղ ասեն քաղաքապետներ, թաղապետներ, բավական գյուղապետներ քրդեր են։ Այո։ Եվ դա լուրջ գործոն կլներ։ Օրինակ 23 թվականի ընտրություններում այսպես միասնաբար ընդդիմության օգտին էին քվեարկել արևելյան ամբողջ նահանգներում։ Որոշ չափով հետո մեծ քանակությամբ քուրդ ազգաբնակչություն կա հիմա Ստամբուլում մասնավորապես, որը նույնպես շատ կարևոր ռեսուրս է հաղթանակի համար։ Տեսնենք, ամեն դեպքում ես կարծում եմ ներքին քաղաքական դրդապատճառը այս գործընթացի հենց դա է։ Պարոն Սաֆրասյան, նաև Թուրքիայում, եթե օրինակ իշխանափոխություն տեղի ունենա եւ պայմանական ընդդիմությունը իշխանության գա հանրապետական ժողովրդական կուսակցությունը, դա հայ-թուրքական հարաբերությունների մասով ինչ-որ փոփոխությունների կարող է հանգեցնել, որովհետեւ նման կարծիքներ Հայաստանում շատ են գեներացվում։ Նույնպես հետաքրքիր հարց եք տալիս, գիտեք, այդ հարցն էլ ես փորձում եմ ինքս ինձ ժամանակ առ ժամանակ տալ, եթե մենք գնահատում ենք այն քաղաքականությունը, որը անց է կացրել այդ կուսակցությունը, այդ քեմալական կուսակցությունը Հայաստանի հետ հարաբերությունների բնագավառում, եթե ես փորձում եմ գնահատել այն հանդիպումները, այն քննարկումները, որ ունեցել եմ այդ կուսակցության, այսպես կարկառուն դեմքերի հետ, ես չեմ կարծում, որ նրանք որևիցե երկընտրանքային մոտեցում կառաջարկեն հայ-թուրքական հարաբերությունների բնագավառում։ Ընդհանուր առմամբ գիծը կպահպանվի։ Ով էլ կա իշխանության Հայաստանի հանդեպ լուրջ փոփոխություններ քաղաքական չեմ սպասում, որովհետև Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը իմ ընկալմամբ դա արդյունք է այն ռազմավարական որոշումներին, որ ընդունվել է թուրքական կառավարող էլիտայի կողմից դեռևս 90-ական թվականների սկզբներին, որի էությունը հետևյալն է. Հայաստանը ավելի շատ է շահագրգռված Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, բաց սահման։ Դրա համար Հայաստանը պետք է գին վճարի։ Ավելի շատ զիջի։ Ոչ թե ավելի շատ զիջի, այլ զիջի։ Թուրքիան ոչ մի բան չի զիջելու։ Այնպես որ այդ մոտեցումը տարբեր սերունդներ թուրքական քաղաքական էլիտայի, որ ղեկավարել են այդ երկիրը, պահպանում են այսպես թե այնպեսի որոշակի մոդիֆիկացիաներով եւ օրինակ Էրդողանի հայտարարությունները, որ պայմանավորում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացով, դրա շարունակությունն է։ Եվ պարոն Սաֆրասյան, վերադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին, վերջին օրերին այդ երկրի ծովափնյա շրջաններում ալավիների նկատմամբ ցեղասպանություն էր իրագործվում, որի հետևանքով նաև կորուստներ էին ունենում մեր հայերը, զոհեր, վիրավորներ եւ այլն։ Այս իրավիճակում ձեր դիտարկմամբ ինչ կարող է անել Հայաստանը մեր հայրենակիցներին պաշտպանելու նպատակով եւ առհասարակ ինչ որ բան կարող են անել, թե ոչ։ Տեսեք, մինչեւ Հայաստանը ուղղակի մոտեցում է, ես դες այդ կիսեմ, ըստ էության տեղի ունեցավ կոտորած ալավիների եւ քրիստոնյաների, որը իրականացրեցին զինված ստորաբաժանումները, ջիհադիստներից կազմված, որոնք որպես սիրիական բանակի ստորաբաժանումներ մտցվեցին այդ շրջանները, ծովափնյա շրջանները Սիրիայի։ 4 խմբավորում է եղել, որ մտել է այդ օրինակ մասնավորապես Լաթակիա եւ իրականացրել է ուղղակի սպանդ ոչ միայն ալավիների, այլ քրիստոնյաների։ Գերակշռ մեծամասնությունը զոհերի խաղաղ բնակիչներ են եղել։ Իհարկե։ Ես կարծում եմ իշխանությունները Սիրիայի Աշշարան նախագահը շատ լավ գիտի թե ինքը ինչ է արել, որովհետև գաղտնիք չի, որ այն ինչ որ հիմա անվանում է սիրիական բանակ,
ըստ էության կազմված է այդ ջիհադիստական խմբավորումներից, որոնք ծայրահեղական, ահաբեկչական խմբավորումներ են, մարդասպաններից կազմված։ Եվ նրանց ուղարկելով Լաթաքիա, ըստ էության նա գիտեր ինչ է անում։ Իսկ ինչի արեց դա։ Ես կարծում եմ, որ այսպես սահմանափակվեց հիմա, փաստորեն ալիքը արդեն պակասեց, մարեց, որ վախի մթնոլորտ ստեղծի Սիրիայում փոքրամասնությունների մոտ։ Նաև հայերի։ Հայերը խնդիր չեն իրենց համար առանձին։ Ալավիներն են խնդիր, դրուզներն են խնդիր, քրդերն են խնդիր, նույնիսկ այդ խմբավորումներն են խնդիր, որոնք բազմաթիվ են։ Փաստորեն այդ վախի մթնոլորտն է, որ դրա միջոցով կարողանան պահեն Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Եվ պատահական չի, որ համարյա նույն օրը ստորագրվեց մեկ օր տարբերությամբ նաև համաձայնագիր դրուզների հետ հարավում գտնվող Սիրիայի։ Այնպես որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահելու համար օգտագործվում է նաև այդ կոտորածների քաղաքականությունը, որը վախ է տարածում բնակչության մոտ եւ այդպիսով նպաստում է իշխանությունների քաղաքականությանը։ Եվ Ալ-Շարան կոչեր արել, որ բախումները դադարեցվեն, սակայն դրանից մի քանի օր անց դեռևս շարունակվում էին բախումները։ Ինչ եք կարծում, արդյոք սա նշանակում է, որ այս խմբավորումները նաև իր վերահսկողության տակ չեն գտնվում, թե ուղղակի տպավորություն են փորձում ստեղծել այս մասին։ Իհարկե, որքան որ ես կարողանում եմ դատել արևմտյան մամուլի հրապարակումների հիման վրա, այո, նրանցից շատերը այդ խմբավորումների, որ ձևականորեն մաս են կազմում Սիրիայի կանոնավոր բանակի, ըստ էության չեն ենթարկում կամ շատ այսպես քիչ են ենթարկում Աշարայի հրամաններին, այնպես որ դա էլ է փաստ։ Պատահական չի, որ Թուրքիան իր վրա է վերցրել Սիրիայում այս նոր բանակի ստեղծման գործընթացը, որը պետք է լինի 300,000-անոց բանակ, պետք է բանակը կառուցվի թուրքական մոդելով եւ թուրքերի օգնությամբ, սպաների եւ այլն, այսինքն ըստ էության պետք է նոր բանակ ստեղծվի Թուրքիայի մոտակա տարիներին։ Եվ Հայաստանի անելիքների մասով եթե վերադառնանք, ինչ կարող են անել։ Հայաստանը պետք է պատրաստ լինի ամեն ինչ կարող է լինել։ Ամեն ինչ կարող է լինել, կարող են թիրախավորել հայերին, չնայած նման ինֆորմացիա չունենք։ Երկու հայեր զոհվել, եթե չեմ սխալվում, Ղանձասար պարբերականը հայտնեց Հալեպի։ Այո, հայր ու տղա, դա պատահական էր։ Դա չի թիրախավորված սպանություններ եղեն հենց ուղղակի հայերին ուղղված։ Ես կապ ունեմ այնտեղի հայերի հետ Սիրիայի, իհարկե վախի մթնոլորտ կա, մարդիկ տներից դուրս չեն գալիս, բայց օրինակ այսօր 12-ն է, չէ՞, պետք է հայկական եկեղեցում տեղի ունենար պես մասսայական աղոթք եւ այլն, առաջին անգամ որ մարդկանց դուրս էին հրավիրում տներից դուրս գան։ Ես կարծում եմ փորձեն իշխանությունները ամեն դեպքում հայերին հերո պահել այդ կոտորածներից, որտեղ խնդիր չեն իրանց համար հայերը։ Օրինակ կարծիքներ կան, որ գիտենք հայ համայնքը միշտ Ասադի վարչակազմի նկատմամբ ֆեդերական վերաբերմունք ունեցել, Ասադի վարչակազմն էլ հայ համայնքի այս գործոնը չի խանգարի կամ հենց ճնշումների պատճառ չի դառնա նոր իշխանությունների կողմից։ Չեմ կարծում, այո, դա ինչ որ ասիկ դա փաստ է, բայց հայերը վտանգ չեն ներկայացնում, այդ ամբողջ խնդիրը։ Բայց գիտեք, միջալուց այդ 4 խմբավորում, որ մտել էին Լաթաքիա, նրանցից մեկը այսպես կոչված թուրքական խմբավորումն է, որը կազմված է թուրքալեզու ժողովուրդների ներկայացուցիչներից։ Բայց փաստ չունենք մենք, որ հայերը հատուկ թիրախավորվել էին այս կոտորածի ժամանակ։ Ամեն դեպքում պետք է մեր իշխանությունները պատրաստ լինեն, եթե անհրաժեշտություն լինի, եթե այնտեղի հայերից կոչ լինի օգնության, ամեն պահի պետք է պատրաստ լինել իրականացնել օգնություն ոչ միայն հումանիտար, այլ նաև տեղափոխել հայ ազգաբնակչության, ուղղակի որ նրանց կյանքը փրկելու համար։ Խոսքը ամբողջ համայնքի մասին է։ Ամբողջ համայնքը չեմ կարծում, Հալեպում իրավիճակը նորմալ է, Հալեպում քաղաքի իշխանությունները հատուկ այցելել էին Հայաստանի հյուպատոսին, հյուպատոսարան էին եկել, հենց նկարֆոտոներն էլ կային, որ հայտնեն, որ ամեն ինչ հանգիստ է, դուք անհանգստանալու ոչինչ չունեք,
Նույնն էլ Դամասկոսում կարծում եմ։ Միայն ծովափնյա շրջաններում է իրավիճակը շրջաններում եւ դե հյուսիսային շրջաններում, որտեղ հայ ազգա բնակչություն կա, որոշ նրանք էլ են վտանգված իհարկե, բայց դեռևս թիրախավորման դեպքեր, որ հայ ազգա բնակչությունը թիրախավորվի այդ ահաբեկիչների կողմից, չեմ կարծում, որ եղել են, դեռ չկա։ Եվ պարոն Սաֆրասյան, հենց Թուրքիայի զինված ուժերը այս կոտորածների մեջ անմիջական ներգրավվածություն ունեն, որովհետև նման կարծիքներ շատ էինք լսում։ Իհարկե նշվում էր, որ ոչ թուրքական բանակի տարբերանշաններով, բայց հենց բուն Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները անմիջական մասնակցում էին գործողություններին, սա որքանով էր համապատասխանում իրականությանը։ Ես նման տվյալներ չունեմ, որոնք մասնակցել են։ Ես կարծում եմ դրա կարիքը չի եղել, որովհետև այն խմբավորումները, որոնք մտցվել են այդ շրջանները, հենց նրանք են կազմված են մարդկանցից, որոնք պատրաստ են սպանելու բոլոր քրիստոնյաներին եւ ալավիներին։ Ավելի շատ պրոքսի ուժերի միջոցով են խնդիրը լուծել։ Իհարկե, դա պրոքսի միջոց չի, դա ձևականորեն բանակն է Սիրիայի կանոնավոր, որ իրականում կազմված է այդ խմբավորումներից, մանավանդ այդ հատվածում Սիրիայի։ Ես կարծում եմ թուրքական բանակը, այո, կային տվյալներ, որ թուրքական բանակի ստորաբաժանումների ավելի մեծ քանակ է տեղափոխվել Սիրիայի հյուսիս։ Ես կարծում եմ նրանք ավելի այսպես դիրքավորվել էին, որտեղ մտավախություն ունեն, որ կարող է դա տարածվել։ Այն ժամանակ նրանք կմիջամտեին, կարող էին քրդերը անցնեին ավելի լայնածավալ գործողությունների այն ժամանակ, հասկանում եք, այ նրանք ուղղակի այսպես ապահովության համար են, չեմ կարծում, որ նրանք ուղղակի մասնակցեին։ Պարոն Սաֆրասյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք ակադեմիկոս թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանի հետ։ Կհանդիպենք։